հարգելի գործընկերներ, այսօր Նորաձապանի մամուլի սրահի հյուրն է ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Թեման, որի մասին պետք է խոսենք պարոն Հովհաննիսյանի հետ եւ քննարկենք, հիմնականում վերաբերում է նրան, որ փետրվար ամսվա ընթացքում տեղացած ձյան հետևանքով վթարների, տուգանքների թվերը գնալով աճել են։ Այդ կապակցությամբ ավտովարորդները որոշել են բոյկոտել եւ իրենց անվստահությունն են հայտնում Երևանի քաղաքապետին։ Պարոն Հովհաննիսյան, ինչ տվյալների եք տիրապետում եւ ինչու եք որոշել այսօր այդ բոյկոտման մասին խոսել, տեղյակ պահել լրատվամիջոցների եւ ինչ ունեք ընդհանրապես այս կապակցությամբ ասել։ Ես ճիշտ ասած հարցում եմ արել ավտոապահովագրողների բյուրո, ես ստացել եմ տվյալներ այս հունվար ամսվա ցուցանիշներ եմ ուզում ձեզ ներկայացնեմ, որ անցած տարվա համեմատությամբ հունվար ամսվա 16 թվականի 17 թվականի հունվար ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 72%, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 15%-ային կետով։ Այսինքն անցած տարի 42%-ով վթարի ցուցանիշն է եղել եւ 25%-ով եթե աճել է միայն հունվար ամսվա վթարները, պատկերացրեք անցած տարվա համեմատ 47-ի կեսն է կազմում 25%-ը, 50%-ով աճել է մեր վթարները։ Եվ այստեղ վնասները կրում են ապահովագրական կազմակերպությունները, շատ խնդրեցի, որ իրանք ներկայանան եւ իրենց տվյալներով հունվար ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 861 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 280 միլիոն դրամով։ Պատկերացնում եք, ինչ կորուստներ են կրում ապահովագրական կազմակերպությունները, ճիշտ է մենք այսօր հակասության մեջ ենք, բայց ունենք այն ինչ ունենք, ապահովագրական ուրեմն կազմակերպությունները մեզ այսօր պետք է, նրանք հատուցում են եւ արդեն մոտ 300 միլիոն դրամի նրանք վնաս են կրել։ Ամբողջ պատճառը նա է, որ ես ճիշտ ասած երեք լսելով, որ պարոն Մարգարյանը երկրորդն է ցուցակով հանրապետական կուսակցության, ես մի քիչ իմ զարմանքը ուզում եմ արտահայտեմ, ես չեմ հասկանում, կամ մեր նախագահան շատ ընկերասեր անձնավորություն է, ով նեղության մեջ է, Խաչատրյանը կլիներ Գորիսում, ով կլինի, ինքը ոնց որ փրկում է այդ մարդուն։ Այսինքն փոխանակ մի հատ կոմունիստական են տարիների մի հատ վիգը վրտան այդ մարդուն, թե ինչ է կատարվում Երևան քաղաքում, այսօր ասենք պահանջել նրան հրաժարական, որ մնացել է մի քանի ամիս ընտրություններին անիմաստ կլինի, բայց որ նա պիտի մեր Երևանի քաղաքացիների, մեր բնակիչների դեմ ներողություն խնդրի գոնե, դա ես ճիշտ եմ համարում։ Քաղաքապետ ես։ Ճիշտ ասած ես դուք վերջերս թե սուր անկյունով, թե տարբեր հեռուստաընկերությունով լսում եք, որ Երևան քաղաքում կատվածահար է մնում երթևեկությունը, համեմատություն են բերում թեկուս արտասահմանյան երկրների հետ, ես չեմ հասկանում, այդ սանիտեկը եկել է փող լվալու, ինչքան կարող ենք մենք այդ գաղափարախոսությամբ առաջ գնանք, ինչքան զզվելի է այս իրավիճակը։ Ուստի մենք այսօր անդրադառնալով դե ուղևորա փոխադրումների բնագավառում այդպես էլ պարոն Մարգարյանի ամբողջ ղեկավարության ժամանակահատվածում այդպես էլ բոլորը ձեր հենց սրահում բողոքում են, լացու կոց ես միայն լսում, փակվում ենք, անվադողեր չունենք, այս չունենք, այն չունենք, այսինքն ամեն ինչ տապալված է, ինչ վերաբերվում է երթևեկության հետ կապված, տրանսպորտային սպասարկման հետ կապված, ամեն ինչը ձախողված է։ Կա քաղաքապետ, կա օգնական պարոն Գևորգյան, կա տրանսպորտի վարչության պետ Նավասարդյան, կա տեղակալ Նիկոյան։ Ինչով են զբաղված չեմ հասկանում։ Ոչ ոք ոչ մի բան չի անում։ Եվ այս ցուցանիշները ես տարեց տարի հիշեք էլի անցած տարի, նախանցած տարի, ամեն անգամ ձունը գալուց բոլորս մենք մի ձևի մեր մեջ կուտակում ենք, ամոթա լավ չասենք, լավ կլինի, այս կլինի, այն կլինի, այսինքն ամեն ինչը ձախողված է։ Ճիշտ ասած, վերջերս ոստիկանության հետ քննարկումների ժամանակ մենք հասկացանք, որ քաղաքապետարանի ուրեմն լիազորություններում է գտնվում ամեն ինչ։
Նրանք ասում են մեր հետ գործ չունես, Տիգրան ջան, կայանատեղիներն են իրենք հատկացնում, ձեր խնդիրը կարմիր գծանշանների հետ է, իշքան ես այսօր հասկացել եմ, որ քաղաքապետարանը ինչի չի հատկացնում կայանատեղիներ, այսինքն մի 10% հատկացրել է, նենց աչքի թոս փչելու համար եւ վերջ, որովհետեւ պայքար է գնում ներքին, որ կարմիր գծերը շատ լինեն, չէ՞ որ մենք կարմիր գծերի մեջ ենք ուզում կայանատեղիներ հատկացնել տրանսպորտային, ուրեմն տաքսի մեքենաների համար, ինչ վերաբերում է լավ տեղյակ եք, կանգառները կանգնած են եւ չեն սպասարկում ճիշտ տեղին ժողովրդին, ժողովուրդը կանգառից դուրս են կանգնում եւ ավելի կոնկրետ ասելով գոնե երթևեկությունը կանոնակարգելու համար քաղաքապետարանի քաղաքապետի եւ նրա 3 ներկայացուցիչների կողմից ոչինչ չի իրականացվում։ Ուստի մենք մեր անվստահությունն ենք հայտնում անվստահությունը։ Այսօր այստեղից հայտարարելով, թե ինչ որ կոնկրետ գրավոր ինչ բաներ պետք է ներկայացնել կամ պետք է հանդիպել։ Չէ, մոտակա օրերս մենք ես ճիշտ ասած ասուլիսներին արդեն սովոր եմ, որ բողոքի ակցիաներ անցկացնեն, որ ոնց որ թե այդ ժամանակ ավելի շատ լրագրողներ են հավաքում, չնայած այսօր տեսնում եմ, որ քիչ չեն, բայց ամենաճիշտը բյուրոյի դեմ կլինի, ում դեմ կլինի, պիտի բողոքի ակցիա լինի, եւ ես ուզում եմ հանդիպել Տարոն Մարգարյանի հետ, Նիկոյանի հետ, որը հանձնաժողովի նախագահ էր, երթևեկությունը կանոնակարգելու, հիշում եք, 150 դրամների խնդիրները, որ բարձրաձայնվեց, նրանք հանձնաժողով ստեղծեցին։ Այդ հանձնաժողովը ինչ եղավ, չգիտենք։ Հավաքեցին գրագետ, բանիմաց մասնագետների, լսեցին, գնացին $700,000 փող վերցեցին, թե եվրո, որ խորհրդատվության համար իրանք ինչ որ ուղևորա փոխադրումների ոլորտը կարգավորեն։ Դուք հասկանում եք, քանի տասնյակ միլիոն դոլարներ են վերցրել ու ինչ անելով այս հասարակական կազմակերպությունից, այն մասնագետից գաղափարը գողանալով, այս 5 տարի ասում ենք ազգային օպերատոր է մեզ պետք, բայց մոռացեք, որ իրանք €700,000 գումար վերցնեն եւ հասկանան, թե ինչ բան է ազգային օպերատորը։ Հասկանում եք։ Ես այդ գաղտնիքները չեմ ուզում բացեմ, ես պարզապես ուզում եմ իրանք մեղադրել, միշտ ասել եմ, այդ հասկացողությունը, բիզնես ցեղասպանությունը, ովքեր ներկա են եղել, ովքեր վկա են եղել եւ ստորագրել են, մասնակից են եղել, վարչապետը պարզապես չի ուզում անցյալի մասին խոսալ, բայց անցյալի մասին չխոսալ, շատ կներեք, մարդը ոնց ծնվել է, անցյալը չիմանալով միշտ էլ ապագա չի ունենալու։ Չդատապարտելով անցյալը, այնինչ իրավիճակում ենք մենք հայտնվում, եւ այն անպատասխանատվությունը, որ մարդը այսօր քաոսի է ենթարկել ամբողջ երթևեկությունը, ու մի հատ էլ արծաթե մեդալակիր է դառնում ցուցակում։ Ես զարմանում եմ։ Իսկ պարոն Հովհաննիսյան, ձեր ակցիային ովքեր են պատրաստ միանալու։ Ուղևորա փոխադրող վարորդներ, տաքսու վարորդներ։ Քաղաքացիները մեր վախեցած են, նրանք միշտ դուրս չեն գալի, բայց մենք դուրս գալով այդ ուղևորա փոխադրողները պարզապես խնդիրների հետ շփվելով նրանք միամուռ են, նրանք դարձնում են կոլեկտիվ եւ դուրս գալով մենք նաեւ մտածում ենք մեր քաղաքացիների մասին։ Այսօր անիրավիճակին են կանգնած մեր քաղաքացիները, որ ոնց որ թե տեսախցիկները օգուտ չեն տալի։ Եվ իսկապես որ լսեցիք պարոն Ծառուկյանը, որ ուզում արդեն տեսախցիկները հանել, այդ գաղափարը արդեն շուտվանից առաջ է գնում եւ հասկանալի է, ոստիկանության նաեւ աշխատակիցներն են հասկանում, որ մեր ժողովուրդը չի վճարում։ Եվ անիմաստ է կուտակել մարդկանց վրա այդքան ծավալուն տեսախցիկների գումարներ, հետո համաներում տալ։ Ես պարզապես ամաչում եմ այն քաղաքացիներից, ովքեր վճարում են։ Դրանց ինչ ենք ասելու, չգիտեմ։ Ինչ պատասխան ենք մենք դրանց տալու։ Արփինե Հովհաննիսյանը անցած տարի, երբ որ կառավարությունում այդ տպավորությամբ համաներումը հայտնեցին, ես նրանց ասում եմ, եկեք հասարակական կազմակերպություններին փողոցի վարորդին հարց տվեք, դուր համաներում տվեք, նորից ձախողվել ամեն ինչ։ Էլի ոչ մեկ չի մուծում, էլի կուտակված այտենց էլ մնացել են այդպես էլ այդ մայր գումարները, հիմա նորից նախագիծ պետք է կազմվի, որ համաներման գործընթաց սկսվի։ Բայց այն ովքեր վճարել են, կոչ եմ անում այդ վճարողներին դուրս գալ մեր հետ փողոց եւ պահանջել այդ գումարները։ Այդ ով որ վճարել են, այդ մարդիկ ավելի շատ մեղք են, շատ կներեք, քան դե մի ով չի վճարել, ես չեմ հասկանում, նա գիտունիկ չի, որ նա պարզապես
տիրապետում է մեր երկրի ղեկավարների ոճին։ Դրա համար չի մոծում։ Պարոն Հովհաննիսյան, լրագրողները եթե հարցեր ունեն, լսենք։ Պարոն ասացեք, խնդրեմ, դուք հայտարարություն արեցիք, որ ստանոթիկը չի աշխատում միայն փոխտվանալով զբաղված, հստակ փաստեր ներկայացրել, որպես մենք կարողանանք վերջություններ կատարել, եւ նաեւ դուք ասացիք, որ վերափոխադրողները եւ տաքսիվարողները միացել են ձեզ։ Կարող եք կոնկրետ թիվ նշել, թե ովքանցն են նրանք, որոնք եւ որ կազմակերպություններ են ներկայացնում։ Ուրեմն մեր ավտովարորդների պաշտպանության լիգայում ընդգրկված են փոխադրողների միությունը, տաքսի սերվիսների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն, անհատ տաքսիների կան ավտոներկրողների միություն, կա վարորդ ոստիկան հարաբերություններ, ուրեմն կարգավորող հասարակական կազմակերպություն։ Բացի հասարակական կազմակերպությունները մենք հարցին հարցով են պատասխանում։ Ինչ է, սանիտեկը քաղաքապետարանի հետ փող լվանալով են զբաղված։ Դրա համար մենք ստորագրություն կհավաքենք, միշտ մոտ 100 ստորագրություն հավաքում ենք, սովորել ենք, մինչև 100-ը թույլատրվում է ցույց անել, այդքան ստորագրություն ենք հավաքում։ Կուղարկենք դատախազություն, կուղարկենք իրավապահ մարմիններին, մենք տեսնենք վերջապես հերիք ասենք ընկերական խոսում ենք, իրանք հա օգտվում են։ Մենք տենանք այդ միթե այս ձյան համար գումար չի դուրս գալվում։ Հասկանում եք, ես կասկածում եմ։ Ես դա եմ ասում, միթե նրանք գումար չունեն կամ ինչ չկա, թե տրանսպորտային տեխնիկական միջոցներ չունեն։ Դա ուզում եմ ես վերջապես պարզեմ։ Ինչ գրանտային ծրագիր իրականացնելու են, սրանից հետո պիտի վերահսկողական մարմիններ կլինի, քննչական մարմիններ կլինի, ուղղակի գրությամբ դիմենք, տենանք ինչ եղավ։ Ինչ են անում։ Շներին սպանելու համար, հիշում եք անցած ընտրությունների համար, ինչքան գումարներ են դուրս գրել։ Արդեն ամոթ ես անում ու զզվում ես, շատը դրանից է զզվում, երբ որ ապրում ես մեր երկրում, ու ամեն ինչի վրա կասկածում ես, որ էլի փող դուրս գրին, էլի փող դուրս գրին։ Հիմա էլ է ձյուն գալի։ Ընկերներս մի մեքենով հարկադիրում են, Հալաբյանից չէ կարող գան։ Հիմա ես չեմ հասկանում, փող չի դուրս գրվե այսօրվա համար։ Քաղաքապետան վերջերս հայտարարություններ տարածել Կարմիրի հետ կապված, որ ձյան պատճառով հնարավոր է որ դրանք չերևան եւ Տուգանքներ հայտարարել են, որ տուգանքներ չեն գալու։ Այդ սրտարաճմլիկ հայտարարությունները իբր ինչ։ Դա կարող են իրանք 3 տարի առաջ էլ հայտարարեն, 2 տարի էլ անցած տարի էլ, երբ որ դատի էին տալի, եւ մենք վիճարկում էինք դատարանում, որ ձյան պատճառով, չմաքրման պատճառով մեզ 5000 տուգանել են։ Այդ ընտրություններից առաջ այդ ոգևորիչ արտահայտությունները, չգիտեմ, հրամանները պարզապես աբսուրդ են ու մուլտֆիլմի պես է նման։ Ես ծաղրի եմ վերածում։ Ձյան պատճառով մենք ձյունը մաքրեք, գանք հանգիստ կանգնենք։ Ոչ թե ձյուն եկել է, մենք ձեզ ներում ենք Կարմիր գծերի գումարները։ Ինչի մասին է խոսքը։ Կարճ ասած անվստահություն քաղաքապետին, քաղաքապետարանին կրճատել։ Մենք արդեն ճիշտ ասած, որ ասում եմ, արդեն հասարակական կազմակերպությունները ներգրաված լինեն, մտածում եմ պաշտոնի կռիվ ես տալու, բայց իսկականից արդեն տրանսպորտի նախարարին եմ ասել, քաղաքապետարանում եմ ուզում ընդգրկված լինեն այս հասարակական կազմակերպությունները։ Մեկը նրանք միլիոններ են դիզել, մենք մեր համար եսիմ այդպես բան պետք չի։ Կարևորը մարդ հանգիստ ապրի, բայց այդ հասարակական կազմակերպություններում կան շատ լավագույն մասնագետներ, ասենք նախկին դատախազներ, չգիտեմ, հարկային մարմնի աշխատակիցներ հավաքագրել ենք, թող գնան կառավարեն, նրանք ունակություն չունեն 1 միլիոն դոլար գումար վերցնեն ու յուրացնեն, կամ 150 դրամի համար ողբում էին գծի տերերը, ճիշտ է, ասու պատիժներ իրանց հասել, որ իրանք 10 տարի 5000 դոլարով գազելը գնում էին մեքենան, առաջ 5000 դոլար էր, 6 ամսում փակում էին ու գնաց 5 տարի փող էին աշխատում, պլանը բարձր, հետո պատժվեցին ասու կողմից, ողբը գցեցին ժողովրդի վրա 150 դրամ պետք է լինի, 200 դրամ պետք է լինի, քաղաքապետն էլ, քաղաքապետի գլխավորությամբ, տեսեք ինչ քաղաքականություն վարեցին, նախ հրահրեցին գծի տերերին իրար դեմ, փոխադրողների միության նախագահին փոխեցին, վատ մարդ չի պարոն Եղազարյանը, սկզբից իրար հետ հակասում էինք, այսօր լրիվ ինքը հասկանում է, որ մեր ցավի վրա
քաղաքապետարանը կանչեցին Իսպանիայից ինչ որ մի մասնագետի 1 միլիոն եվրո, չգիտեմ ինչքան գումար խորհրդատվության համար փող տվեցին դրան։ Ինքը եկավ, եսի ինչ հաճած այդ հանձնաժողովում, հայտարարեց 280 դրամ պիտի լինի ու չկվա։ Ինչ հասկացանք։ Այսինքն այդ ցավի վրա իրանք $1 միլիոն փող առան։ Ում տվին, ինչ արին, ոնց լվացին, որ համաշխարհային բանկ զանգում եմ, ասում եմ հարգելիս, հերիքա փորձության ենթարկեք մեր տնտեսությունը, դուք եք անում հենց։ Դուք ու ես անդիմությանը հարց եմ տալի, որ գան իշխանության, այդ համաշխարհային փողերից հրաժարվելու են, դրանք զորով տալիս են։ Դրանց եմ կասկածում, եկել են մեր տնտեսության մեջ փող լվանալ։ Ինչի համար ես փող տալի։ Գելոտին, то չգիտեմ, եսի ինչ կտրիչ անուններով ողբալից հիմնադրամներ են ստեղծել կառավարությանից 15000 մարդու կոտորեցին։ Այն օրը Միրումյան հետ եմ խոսում, ասում եմ, դրանք քայքայեցին այս տնտեսությունը։ Դրանք զորով փող են տալի։ Ասում եմ, դուք եք մեր տնտեսությունը փորձարկման ենթարկում։ Քո մոտ տեսել ես տաքսին անվերահսկելի լինի։ Լիբերալիզացումից են խոսում, հանում միլիոններով փող են տալի, որ իբր ազատականացնում ենք այդ ոլորտը։ Այսինքն ի՞նչ է նշանակում, ոչ բուժ զննում կա, ոչ տեղ զննում կա, ով ինչ ուզում անում է, իբր ազատականացրել են։ Բայց մեր հասարակությանը հարց տվել եք տաքսու ոլորտից գոհես, ուղևորափոխադրումներից գոհես, բոլորը զզվանքով են այդ բառերը արտահայտում։ Ես հիմա բյուրոյի հետ, ապահովագրական բյուրոյին գրություն եմ գրել, այ օրինակ իրանք լիցենզավորված տաքսիստներին եւ որակավորված ուղևորափոխադրող եւ տաքսու ոլորտի պետք է տարանջատենք։ Ես խնդրել եմ իրանք ֆինանսավորեն նոր գործընթաց բոլոր ուղևորափոխադրող տաքսու վարորդներին դասընթացներ ուղարկել, որակավորում պահանջել այդ վարորդից։ Բայց քանի որ սոցիալական խնդիր է, մենք ունենանք մի թևում հացի խնդիր լուծող ինչ-որ անձնավորությունների, որոնք գործից դուրս հետո քշում են, մեկ է լիցենզավորված տաքսիստներ, որ դուք զանգեք, ասեք, հարգելիս, ինձ լիցենզավորված տաքսիստ է պետք։ Հիմա տեսնենք այդ հաջողությանը կհասնենք։ Դրամողները եթե հարցեր ունեն, հարցերին լսենք։ Պարոն Հովհաննիսյան, հիմա ձեր ասելով հաստորեն այս վերջի 10-օրյակի ընթացքում հատկապես վթարների պատճառը Սանիտեկի կողմից ձնամաքրման աշխատանքների չկատարելն է։ Հեսա խնդրեմ մարդիկ ամբողջը արդյոք միայն Սանիտեկի մեղքն է, թե վարորդները իրենք էլ ունեն որոշակի մեղքեր, անվադողերի խնդիրն է, արագության խնդիրն է, այսպես միակողմանի նստել եւ ասել, որ ճիշտ ասած անվադողերի խնդիրը շատ լուրջ, ճիշտ է, դա օրենք պետք է կիրառվի, որ բոլորը պարտավորեն, ասենք հոկտեմբեր ամսից ռեզինի անվադողեր գնեն, դա ճիշտ բան եք ասում, բայց ես ինքս մանումենտով բարձրանալով ունգա այդ ձյան ու սարցապատեց համել, սարցապատեց ճանապարհը ու սենց փրկվա, որ ես տուն հասա, բախվեցին բոլորը, ես այնքան անվադողերի խնդիր չտեսա, ինչքան պարզապես, ասենք, երբ որ բախվեցին մեքենաները, կատվածար եղավ երթևեկությունը, բախվեցին ու կատվածար եղավ, ասում եք, անվադողերի խնդիրը չի ստեղ, անվադողերը մի կողմից էլ Ռուսաստանից արդեն ներկրում են, մի քիչ էժանացել է, չնայած $200 մոտ է, այնքան էլ էժան չի ժողովրդի համար, վարորդների, բայց խնդիրը թող ջրալի լինի, ջրային աղով, չգիտեմ, լուծույթով մաքրեն, նոր խոսան անվադողերից, այդ Ֆինլանդիայում սուրանկյունով ցույց են տալի, ձյունը չի ասնում նստի, այդ անվադողերը ռեզինը չի, բայց տեսակ, որ ասֆալտապատված ճանապարհները ինչ վիճակում են, ջրալի բաց, հետո ինչ։ Եվ կարող ենք այսօր օրը հստակ ասել, թե երբ եք պատրաստվում այդ բողոքի ակցիան իրականացնել։ Չէ, ամեն ինչ պիտի անագնգալի բերես, ես դրան եմ սովորել, նախորդ որ ասում ես նախ զանգեր է գալի, հեսա բյուրոն արդեն զանգով չի եկել։ Սա ախենում են, գան քաղաքապետի մասին ինչ խոսան, ես քաղաքապետի հրաժարականը կպահանջեմ, բայց 3 ամիս է մնացել, ասում եմ ինքը թող ներողություն խնդրի մեր երևանցիներից, մեր բնակիչներից ներողություն խնդրի։ Ներողություն խնդրել։ Անվստահությունը ոնց ուզում ես ասա, հա մենք իրանց արդեն 5 տարի անվստահություն ենք հայտնում, մենք մեր առողջությունն ենք կորցնում, իրանք վայելում են, երեխային ունենում, 10-ով, 20-ով, ես էլ ունենա, էլի, որ չունենք ինչ անենք։
Լավ, եթե լրագրողները հարցեր չունեն, ամփոփենք, պարոն Հովհաննիսյան, սպասենք, թե դուք մեզ երբ տեղյակ կպահեք այդ Անակնկալի կբերենք, արխայնարեք։ Կհավաքվենք, ոնց որ այդ քաղաքապետարանի դեմով sense կփակենք անցած ցույցի ժամանակ։ Ու կասենք, դա կլինի գոնե պարոն այս Մարգարյանը ամիսը, թե- իջնի, ես իրան գաղտնի բաներ ունեմ ասելու, հիմա չեմ ասում, որ իրանք չպատրաստվեն, հանգարց այն խորհրդատվության մեջ չգրեն, գող են սա։ Նիկոյանի գլխավորությամբ իրանք գող են, մտքի գող։ Ես չի հիմա ասեմ, իրանք ասեն, մենք գիտենք դրա մասին։ Ես նես մի գաղտնի գիտեմ։ Ես տրանսպորտի ոլորտում էր 98 թվականից գիտեմ ինչա կատարվել, որտեղից գծի տերերը հայտնվեցին, ով էր պարոն Մարգարյանը, Ավանում ինչ գծեր կար, ինչ կար, ով էր վարչապետը, ինչեր կար, ես այդ սա պարզ ճակատին կազեմ, հիմա չեմ ասում չպատրաստվեն, գիշնեն կասեմ։ Լավ, շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար։ Ապաների փողերն էլ հետ տվեք, ես ապաների կողմից եմ խոսում, 280 միլիոն դրամ, մենակ հունվար ամսվա համար։